Սպանության բարոյական կողմը։ Այսօրվա դասախոսությունը լինելու է արդարության մասին, բայց թույլ տվեք մինչ դասախոսությունը սկսելը մեկ առաջադրանք տալ ձեզ։ Եկեք պատկերացնենք, որ դուք գնացքի վարորդ եք։ Գնացքը գնում է 95 կմ/ժ արագությամբ։ Բայց հանկարծ դուք նկատում եք, որ գնացքի արգելակները փչացել են եւ դուք չեք կարողանում արգելակել գնացքը, այն դեպքում, երբ հեռվում նկատում եք, որ 5 հոգի աշխատում են երկաթգծի վրա։ Ահա այստեղ ձեր առջև խնդիր է առաջանում, քանի որ դուք պարզապես վստահ եք, որ գնացքն անցնելու է այդ մարդկանց վրայով եւ դուք սպանելու եք նրանց։ Եվ միևնույն ժամանակ դուք հանկարծ նկատում եք, որ գնացքը դեպի աջ թեքելու հնարավորություն կա։ Սակայն եթե դուք գնացքի ուղղությունը փոխում եք դեպի աջ, այնտեղ երկաթգծի վրա աշխատում է ընդամենը 1 մարդ, եւ այս դեպքում ձեր առջև խնդիր է առաջանալու այն պարագայում, որ դուք պարզապես սպանելու եք այդ 1 մարդուն։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչ ընտրություն կկատարեք դուք։ Եկեք լսենք ձեզ։ Կընտրեք առաջին տարբերակը 5 հոգու սպանություն, թե երկրորդ տարբերակը 1 անձի։ Խնդրում եմ թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր գնացքի ուղղությունը կտեքեն դեպի աջ եւ կգնան այդ ուղղությամբ։ Բարձրացրեք ձեռքերը։ Շատ լավ։ Իսկ այժմ խնդրում եմ թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կշարունակեն ճանապարհը նույն ուղղությամբ։ Խնդրում եմ չիջեցնեք ձեռքերը, ովքեր որ որոշում են կայացրել, որ չեն փոխի ուղղությունը, իրականում դուք շատ ավելի քիչ եք թվով, քան նրանք, ովքեր կփոխեին ուղղությունը։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչու։ Եկեք սկզբից լսենք մեծամասնությանը։ Խնդրում եմ նրանք, ովքեր ասացին, որ կփոխեն ուղղությունը, թող փորձեն հիմնավորել, ինչու այդպիսի որոշում կայացրեցին, ինչն էր այդ որոշման հիմքում ընկած։ Համեցեք։ Ես կարծում եմ, որ եթե նժարի վերադրված է 5 մարդու կյանք եւ 1 մարդու կյանք, պետք է թույլ չտանք, որ 5 հոգի զոհվի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ չարժի սպանել 5 հոգու, եթե կարելի է սպանել 1-ին։ Շատ լավ, շնորհակալություն։ Եթե կա այլ գաղափարներ, խնդրում եմ բարձրաձայնեք։ Ես կարծում եմ, որ այս դեպքը նման է սեպտեմբերի 1-ի ավիավթարի դեպքին, երբ ինքնաթիռը պետք է բախվեր մի մեծ շենքի եւ շենքում բոլոր բնակիչները պետք է զոհվեին, փոխարենը օդաչուն նախընտրել էր փոխել ինքնաթիռի ուղղությունը, ինչի արդյունքում զոհվել էին միայն տվյալ ինքնաթիռում եղած մարդիկ։ Այո, կարող ենք ասել, որ իրավիճակը շատ նման է, իրավիճակը տխուր է, բայց ավելի լավ է 1 մարդու զոհել, քան 5-ին։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, հիմնականում բոլորդ հենց նույն պատճառով եք ձեռք բարձրացրել, ճիշտ է։ Լավ, այդ դեպքում եկեք փորձենք լսել փոքրամասնության կարծիքը։ Ինչու դուք որոշում կայացրեցիք, որ գնացքի ուղղությունը փոխել չի կարելի։ Համեցեք, ով է ցանկանում իր կարծիքն արտահայտել։ Ես կարծում եմ, որ գրեթե նույն պատճառով էլ մարդիկ արդարացնում են ցեղասպանությունը, քանի որ ասում են, որ մի ազգության փրկելու համար պետք է ոչնչացնել օրինակ մյուս ազգությունը։ Լավ, շնորհակալ ենք, իրականում ձեր կարծիքը բավական համարձակ կարծիք էր, փորձենք լսել այլ տեսակետներ։ Լավ, ավելի ճիշտ եկեք այսպես անենք, եկեք փորձենք առաջադրանքի էությունը եւ փորձենք հասկանալ, արդյոք դուք կպահպանեք ձեր տեսակետը այն բանի հետ կապված, որ ավելի լավ է սպանել 1 մարդու, քան 5-ի, եթե առաջադրանքը բոլորովին այլ լինի։ Հիմա եկեք պատկերացնենք, որ դուք ոչ թե գնացքի վարորդն եք, այլ դուք մի անձնավորություն եք, ով կանգնած է գնացքի երթուղիների երկաթգծի վերևում գտնվող կամուրջի վրա։ Դուք նայում եք ներքև եւ տեսնում եք, որ գնացքը արագընթաց գնում է, տեսնում եք, որ 5 հոգի աշխատում են ներքևում, դուք շատ լավ հասկանում եք, որ շուտով գնացքը տվյալ մարդկանց վրայով է անցնելու եւ տվյալ մարդիկ զոհվելու են։ Այս դեպքում գնացքի վարորդը դուք չեք եւ ձեզնից ոչինչ կախված չէ, բայց ահա դուք նկատում եք, որ անմիջապես ձեր կողքին մի թմբլիկ մարդ է կանգնած, ով նայում է կամուրջից ներքև։ Եվ եթե պատկերացնենք, որ դուք նրան մի փոքր, շատ քիչ օգնեք, այլ կերպ ասած, եթե դուք նրան մի փոքր հրեք, ինչ տեղի կունենա այդ պարագայում, տվյալ մարդը կընկնի, հայտնվելով անմիջապես գնացքի ճանապարհին։
Իսկ եթե նա հայտնվի գնացքի ճանապարհին, այդ կերպ փաստացի դուք կկարողանաք փրկել մյուս 5 մարդկանց կյանքը։ Իհարկե ճիշտ է, որ այդ պարագայում նա կզոհվի, բայց չէ որ մյուս 5 աշխատակիցները կփրկվեն։ Հիմա հարց, ով կհրեր գիրուկին։ Շատ քիչ մարդ, իսկ ով չէր հրի։ Փաստորեն մեծամասնությունը չէր հրի։ Շատ լավ, եւ այստեղ իմ մոտ շատ լուրջ հարց է առաջանում։ Լավ, ինչ եղավ ձեր սկզբունքայնության հետ։ Չէ որ մեծամասնությունը պնդում էր, որ ավելի լավ է փրկել 1 մարդու 5 մարդու կյանքը, քան մեկինը։ Ինչ պատահեց ձեր հետ տվյալ դեպքում, չէ որ դուք հիմա բոլորովին հակառակն եք պնդում։ Համեցեք ներկայացրեք ձեր տեսակետը, ինչու տվյալ որոշումը կայացրեցիք։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը նրանում է, որ հրել մի մարդու, ով ընդհանրապես կապ չունի այս ամբողջ իրադարձությունների հետ, նրա փոխարեն որոշում կայացնել, դա կարծում եմ արդար չի։ Չէ որ այն ժամանակ, երբ դուք ասում էիք, որ երկրորդ ճանապարհի վրա գտնվող մարդուն երբ կարելի է զոհել, նա եւս նրա հանդեպ եւս արդար որոշում չէի կայացնում։ Դե հասկանում եք, ուղղակի այդ մարդը արդեն իսկ կանգնած էր երկաթ գծի վրա, նա ինչ որ մասնակցություն ուներ այդ իրադարձություններին։ Այո, ճիշտ եք ասում, իսկ տվյալ գերմարդը կամուրջի վրա էր կանգնած, այսինքն ինչ նա ոչ մի կապ չուներ այդ իրադարձությունների հետ։ Ուրեմն կարելի էր նրան հրել։ Իրականում ես հասկանում եմ, թե որքան բարդ է հարցը, բայց ուզում եմ էլի ինչ-որ մեկին լսել, խնդրում եմ ասեք, ինչն է պատճառը, որ մի դեպքում դուք որոշում կայացրեցիք 1 մարդուն զոհել, իսկ երկրորդ պարագայում դուք հրաժարվեցիք դա անել։ Կարծում եմ, որ առաջին դեպքում իրավիճակը հետևյալն է։ Այսպես թե այնպես գնացքը 5 անձանց կամ 1 անձին պետք է սպաներ եւ ձեզնից առանձնապես շատ բան կախված չէր, նրանք այսպես թե այնպես զոհվելու էին։ Իսկ տվյալ պարագայում դուք որոշում եք կայացնում սպանել մարդուն։ Այսինքն այս դեպքում պատասխանատվությունը ամբողջովին ձեր վրա է, իսկ առաջին պարագայում այսպես թե այնպես կամ 5 հոգին կամ 1 անձը պետք է զոհվեին։ Շատ լավ, հետաքրքիր մեկնաբանություն էր, կա ինչ-որ մեկով ուզում է հակասել տվյալ տեսակետին, խնդրում եմ արտահայտեք ձեր կարծիքը։ Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ իրականում արդարացումները սխալ են, որովհետև ցանկացած պարագայում դա մեր վրա է ստացվում, պատասխանատվությունն ընկնում է մեր վրա, որովհետև մենք ենք որոշում, թե ով կապրի, իսկ ով ոչ։ Այսինքն ցանկացած պարագայում մենք գիտակցաբար որոշում ենք կայացնում։ Ես ուզում եմ պատասխանել նրան, չեմ կարծում, որ այդպես է, որովհետև կարծում եմ, որ երբ դու ինքդ հրում ես ինչ-որ մեկին եւ նա ընկնում է եւ զոհվում է, դա լրիվ այլ պատասխանատվություն է եւ լրիվ այլ գործողություն է։ Շատ լավ։ Ես հասկացա նաեւ ձեր տեսակետը։ Խնդրում եմ ասեք ձեր անունը։ Իմ անունը Էնդրյու է։ Էնդրյու, քանի որ ըստ ձեր ասացի բավական բարդ է, երբ դու հրում ես մարդուն, ես սպանում, եկեք պատկերացնենք, որ ձեր կողքը կամուրջի վրա մի փոս կա, եւ եթե կոճակը սեղմում եք, փոսը բացվում է եւ տվյալ մարդը ավտոմատ ընկնում է ներքև։ Ստացվեց, որ դուք նրան չհրեցիք, ինչ եք կարծում, կոճակը կսեղմեիք։ Ես կարծում եմ, որ ես կոճակը չէի սեղմի, կարծում եմ նորից, որ դա սխալ է, շատ լավ, ես ձեզ հասկացա։ Այսինքն առաջին պարագայում, եթե դուք վարորդն եք եւ ղեկը պետք է թեքեք դեպի աջ եւ սպանեք մի մարդու, դա նորմալ է, բայց երկրորդ պարագայում, եթե պետք է կոճակը սեղմեք եւ կամուրջից տվյալ մարդը ընկնի ներքև եւ գնացքի ճանապարհը խափանի, դա նորմալ չէ, շատ լավ։ Ես կհիմնավորեմ այս ամենը այն գաղափարը, որ առաջին դեպքում, երբ դու գնացքը վարում ես, դու իրավիճակի մասնակից ես, իսկ երկրորդ դեպքում դու պարզապես դիտորդ ես։ Լավ, շատ լավ, եկեք մի պահ մոռանանք գնացքի պատմությունը, եկեք պատկերացնենք, որ դուք բժիշկ եք եւ հիվանդանոց են բերել 6 անձի։ Գնացքի հետ կապված ինչ-որ դեպք է եղել։ Ուրեմն նրանցից 5-ը ոչ այդքան լուրջ վնասվածքներ են ստացել, իսկ մեկը ծանր վիրավոր է։ Ինչ կանեիք դուք այդ պարագայում։ Տարբերակ առաջին, դուք ամբողջ օրը կզբաղվեիք այն այցելուներով, որոնք որ այդքան էլ ծանր վնասվածքներ չէին ստացել, եւ տվյալ քայլով
հարցականի տակ կդնեիք այն մարդու կյանքով, ով ծանր վիրավորվել էր, թե կանեիք հակառակը, կզբաղվեիք տվյալ ծանր վիրավորում ստացած անձով եւ կթողնեիք մյուս 5-ին։ Լավ, հասկանալով, որ եթե նրանց ուշադրություն չդարձնեիք, նրանց վիճակը վատթարնալու էր, ով կփրկեր 5-ին, իսկ ով կփրկեր ծանր վիրավորում ստացած անձին, փաստորեն շատ քչերը։ Ես ենթադրում եմ, որ դուք գործում եք նույն տրամաբանությամբ, ինչ գնացքի դեպքի ժամանակ էր։ Այսինքն, ըստ ձեզ 5 մարդու կյանքը շատ ավելի կարևոր է, քան մեկինը։ Լավ, հիմա պատկերացնենք, որ դուք ունեք 5 հիվանդ եւ նրանցից 5-ին անհրաժեշտ է փոխպատվաստման համար տարբեր օրգաններ, մեկին սիրտ է անհրաժեշտ, մեկին լյարդը անհրաժեշտ եւ այլն։ Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ դուք դոնորներ չունեք։ Մեկ էլ հանկարծ դուք հասկանում եք, որ հարևան սենյակում այցելության է եկել շատ առողջ մի մարդ։ Դուք արդեն պատկերացնում եք, թե ես ինչ եմ ձեզ հարցնելու եւ ինչպես հասկանում եմ, առաջադրանքը ձեզ բավական դուր է գալիս, հա? Հիմա եկեք պատկերացնենք, որ այդ առողջ մարդը պարկել է հանգստանալու եւ ըստ երևույթին դուք կարող եք հանգիստ գնալ եւ վերցնել նրանից բոլոր այն օրգանները, որոնք որ ձեզ անհրաժեշտ էին 5-ին փրկելու համար։ Այլ կերպ ասած, սպանել մեկին եւ փրկել 5-ին։ Խնդրում եմ, թող ձեր բարձրացնեն նրանք, ովքեր կանեն նման քայլ։ Հիմա փորձենք հասկանալ ով կաներ նման քայլ։ Ոչ ոք։ Միգուցե վերևում լինեն մարդիկ, ովքեր կհամարձակվեին։ Չկան։ Շատ լավ, հիմա թող ձեր բարձրացնեն նրանք, ովքեր նման քայլի չէին դիմի։ Շատ լավ, մեծամասնություն։ Լավ, այդ դեպքում լսենք այն մեկ անձնավորությունը, ով պատրաստ էր տվյալ մարդու օրգանները վերցնել եւ օգտագործել 5-ին փրկելու համար։ Լսում ենք ձեզ։ Ճիշտ ասած, ես մի փոքր այլ բան էի մտածել, ես մտածեցի, որ լավ կլինի սպասել, որ 5 ծանր վիրավորներից մեկը մահանա եւ նրա օրգաններն օգտագործենք մյուս 4-ին փրկելու համար։ Իրականում ձեր միտքը շատ լավ միտք էր, ուղղակի ամբողջ փիլիսոփայական դիլեման փչացրեցիք այդ մտքով։ Շատ լավ, հիմա եկեք մի պահ վերանանք այդ խնդիրներից, առաջադրանքներից եւ հասկանանք, թե ինչի եւ ինչպես եք դուք պաշտպանում ձեր տեսակետները։ Մեր քննարկումների արդյունքում ինչ որ բարոյական սկզբունքներ սկսեցին դրսևորվել։ Առաջին դեպքում ձեր որոշումների հիմքում ընկած էր այն գաղափարը, կամ ձեր որոշումները պայմանավորված էին այն գաղափարով, թե ինչ արդյունք եք դուք ստանալու։ Այսինքն, եթե այսպես թե այնպես ինչ որ մեկը պետք է մահանա, ավելի լավ է ոչ թե 5 հոգի մահանան, այլ մեկը։ Սա կոնսեկվենցիալ մոտեցման հիմնական օրինակներից է։ Այս դեպքում մարդու որոշումների հիմքում ընկած են հետևանքները։ Բայց հետո, ինչպես նկատեցիք, այդ սկզբունքը ձեր համար դարձավ անընդունելի, երբ մենք իրավիճակը մի փոքր փոփոխեցինք։ Եվ երբ մենք խոսեցինք մարդուն հրելու եւ այդ ճանապարհով նրան սպանելու, մյուսներին փրկելու տեսանկյունից, դուք սկսեցիք մտածել ոչ թե արարքի հետևանքի, այլ արարքի բովանդակության մասին։ Այս դեպքում կարծես հետևանքը ձեր համար դարձավ երկրորդական եւ գաղափարը, որ ինչ որ մեկին կարելի էր հրել եւ սպանել, դա դարձավ ձեր համար ավելի առաջնային։ Այս սկզբունքը մենք կանվանենք կատեգորիկ իմպերատիվի սկզբունք։ Մեր հետագա հանդիպումների ընթացքում մենք կփորձենք համեմատել այս երկու սկզբունքները եւ հասկանալ դրանց հիմնական տարբերություններն ու նմանությունները։